Երևանի Դավիթ-բեկի փողոցում ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևանի հաշվառման քննական բաժնի հարևանությամբ բախվել են բեռնատարը, ուսումնական Toyota Corolla-ն, Nissan-ն ու Lada-ն։ Վթարի հետևանքով Lada-ն վերածվել է մետաղե ջարդոնի։ 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով 15 միլիոն դրամ գրավի դիմաց։ Ղուկասյանը չի կարող հեռախոսազանգեր կատարել, նամակագրություն ունենալ եւ լրատվամիջոցների հետ շփվել։ Պաշտպան Արամայիս Հայրապետյանը նշել է, որ թեև դատարանը սահմանել է խիստ սահմանափակումներ, իրենք ակնկալում էին ավելի մեղմ խափանման միջոց։ Վարչական հսկողություն։ Պաշտպանը պնդել է, որ գործի հիմքում ընկած կաշառքի մեղադրանքները տրամաբանությունից զուրկ են, ինչը հաստատվել է նաեւ վկաների հարցաքննություններով, որոնց ընթացքում պարզվել է, որ շինաշխատանքների գործընթացները եղել են օրինական եւ անխուսափելի։ Այս պայն ունենք այն, որ ազատությունից ձեռքման մեկ տեսակ ընդամենը փոխվեց ազատությունից ձեռքման մեկ այլ տեսակի։ Եվ ընդ որում եթե մենք բողոքարկել ենք դատարանի նախորդ որոշումը վերաքննիչ դատարան, հիմա նաև վճռապետ դատարան ենք բողոքարկել, այդ նշանակում է, որ մենք համաձայն չենք եղել դատարանի նախորդ որոշումների հետ, բայց այս փուլում արդեն դատարանը փոխել է խափանման միջոցը, ունենք այն, ինչ ունենք։ Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, հայտնել է առողջապահության նախարարությունը։ Գիշերվա ընթացքում ստացվել է 16 կանչ, կա 6 հոսպիտալացված։ Նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։ Մինչ առողջապահության նախարարությունը համապատասխան ստուգումներն է իրականացնում, Բյուրեղավանի քաղաքապետարանի մոտ հավաքված բնակիչները պնդում են, թունավորումը եղել է խմելու ջրից։ Իրանց տնօրենի համար է, երբ որ պահանջում ենք, որ ինչ-որ պատասխանատու մարդու հետ խոսանք, չկա, օպերատորից բացի ուրիշ մարդ չկա։ Անցած անգամ էլ խոսալուց ինձ ասում է, ինձ էլ էս աղջկան էլ ասում է, ձեզ պատասխանատվության կենթարկենք ոչ կոռեկտ խոսքի համար։ Հիմա ասել երեխեքը մեռնում են, թունավորում են տատի պապիները։ Կոռեկտ խոսալը ոչ մի պայմանագրի մեջ, վերը պայմանագրի ցույց տա։ Չկա 12 ժամյա գրաֆիկ։ Լավ, կա 12-ից 6-ը բազմաբնակելի շենքերը պետք է ջուր ունենան։ Այո, ուրա։ Չկա այդ պայմանագիրը։ Ժամը 10-ին 8-ը երրորդ հարգից ջուր չի բացակայում։ Հարգի բա։ Հայր 8-9-րդ հարգի ապրանքներն ինչ անենք չի։ Հա, լավ, թող 12 ժամ չտան, թող 8 ժամ տան, բայց որակ ապահովեն։ Նրանք պահանջում են, որպեսզի Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանը կտրուկ մոտեցում ցուցաբերի վիոլա ջրի նկատմամբ ու հարցը մեկընդմիշտ լուծվի, քանի որ թունավորումներն արդեն պարբերական են դարձել։ Բյուրեղավանի պոլիկլինիկա դեռ շարունակվում է ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավի գանգատներով այցելուների հոսքը։ Բնակիչների բողոքին հակադարձել է Վիոլա ջուր ընկերությունը, շեշտելով, որ կատարված հետազոտությունների արդյունքներով խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Ընկերությունից նաև տեղեկացրել են, որ հանրային մտահոգությունների եւ հրապարակումների հիման վրա մասնագետներն այս պահին եւս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։ Վիոլա ջուրը բնակիչներին հորդորել է հետևել բացառապես պետական իրավասու մարմինների, պաշտոնական հաղորդագրություններին եւ զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից։ Ռուսաստանի Ռոսելխոզնաձոր ծառայությունը, որը զբաղվում է անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության հարցերով, պահանջել է Իրանից դադարեցնել Ռուսաստան արտահանվող ծաղիկների բուսասանիտարական հավաստագրումը։ Այս քայլին ռուսական կողմը դիմել է այն բանից հետո, երբ 2026 թվականին Իրանից ներմուծվող ծաղիկների ծավալները կտրուկ աճել են, ընդ որում դրանց արտաքին տեսքն ու փաթեթավորումը լիովին համընկնում են Հայաստանից նախկինում ներմուծված արտադրանքին։ Ռուսական կողմը կասկածներ ունի, որ իրանական հավաստագրերով Ռուսաստան են մուտք գործում հայկական ծաղիկներ, որոնց ներմուծումը 2026 թվականի մայիսի 22-ից արգելված է։ Ռոսելխոզնաձորը դեռևս ավելի վաղ Իրանին տեղեկացրել էր հայկական ծաղկային արտադրանքի նկատմամբ կիրառված ժամանակավոր սահմանափակումների մասին, սակայն իրանական կողմից որևէ արձագանք չէր ստացել։ Ծննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հերքել է այն մտահոգությունները, թե Եվրամիության չափանիշներին չհամապատասխանող ձուկն ու ձկնամթերքը կարող են իրացվել հայաստանյան շուկայում, որպես ավելի ցածր որակի ապրանք։ Նա ընդգծել է, որ ծննդամթերքի անվտանգության հարցում երկակի ստանդարտներ գոյություն չունեն։ Եթե լաբորատոր փորձաքննության կամ մոնիտորինգի արդյունքում մթերքը ճանաչվում է վտանգավոր, այն ենթակա է շրջանառությունից հանման եւ անհապաղ ոչնչացման։ Ըստ Պետրոսյանի, նման մթերքը չի կարող ոչ արտահանվել, ոչ էլ
վաճառվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Պետրոսյանի խոսքով պտուղ բանջարեղենի արտահանման ոլորտում էլ հայաստանյան արտադրանքը գնալով ավելի մեծ պահանջարկ է ձեռք բերում միջազգային շուկաներում։ Որպես օրինակ նա նշել է, որ այս պահին արդեն 50 ավտոմեքենա ծիրանով բեռնված պատրաստ է արտահանվելու դեպի նոր շուկաներ։ Նույն մտքին մենք եղել ենք տարիներ շարունակ, որ մենք մեր պտուղ բանջարեղենը չենք կարող վաճառել Եվրոպական միության շուկաներում, գնով չենք անցնում, մրցունակ չենք, այնտեղ կան ավելի շատ հետաքրքիր էկզոտիկ մրգեր եւ այլ, բայց պրակտիկան ցույց տվեց, որ երբ որ ուզեցանք, կարողացանք տանենք, վաճառենք եւ այսօր կարելի է ասել, որ արդեն մեծ ծավալների, այսինքն օրի ծավալները մեծանում է դեպի այդ շուկա պտուղ բանջարեղենի վերաբերյալ։ Դա հստակ փաստեր է։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Multistone ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության շենքի դիմաց, պահանջելով հանդիպում քննիչ Վազգեն Բադալյանի հետ։ Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենց համբերության բաժակը լցվել է եւ եթե խնդրին շուտապույտ լուծում չտրվի, ապա իրենց հետագա քայլերի համար պատասխանատվություն չեն կրելու։ Նրանք ընդգծել են, որ արդեն ավելի քան 10 օր է պատասխան չեն ստանում իրենց հուզող գլխավոր հարցին՝ ինչ է լինելու գործարանի ճակատագիրը։ Աշխատակիցները պահանջել են, որ քննիչը հանդիպի իրենց հետ, քանի որ հենց նրա հրամանով են կապարակնքել դռները։ Լիքը կարող վատ հետևանքներ ունեն այս ամեն ինչը։ Մեկը ասում է զիլս կբարձեմ, կբերեմ, կկանգնեմ, սամասվալ կանեմ ճամփի մեջտեղը։ Մեկը ասում է այս մեկը կանեմ։ Հիմա որ ամեն ինչը չհասնի դրան, խաղաղ եղանակով չեն կարող այս հարցին լուծում տանք։ Հիմա պարտադիր պետք է ամեն մեկը գյուղացի մարդիկ են խոսքի, լիքը մարդիկ կան։ Զլերը բարձեն, այդտեղ սամասվալ անեն ճամփի մեջտեղը, ինձ էլ այդ հասի դե բռնեք տարեք ինձի։ Это ճիշտ չէ՞ էլի։ Կոնսուլտացիებს, դիսկուսիებს խոլ։ Վրաստանը արտակարգ հարաբերություններ ունի հարևան 3 պետության՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա շեշտել է, որ այս կապերի խորացումն առանցքային դեր ունի Վրաստանի տարանցիկ գործառույթի եւ տարածաշրջանային կապակցվածության զարգացման համար։ Վարչապետի խոսքով երկրում այժմ իրականացվում են ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր, որոնք ել ավելի կհզորացնեն Վրաստանի դիրքերը։ Նախատեսվում է մինչեւ 2031 թվականը գրեթե ամբողջությամբ ավարտել արագընթաց ավտոմայրուղիների կառուցումը, արդիականացնել երկաթուղային համակարգը, զարգացնել երկրում գործող 3 միջազգային օդանավակայան։ Կոբախիձեն նշել է, որ այս լայնածավալ ներդրումներն ու հարևանների հետ սերտ համագործակցությունը լավագույնս կծառայեն երկրի տարանցիկ ներուժի զարգացմանը։ Դասավրետից მიმართულებით ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի տասնյակ ռազմական ենթակառուցվածքներին, երկարաձգելով ռազմական գործողություններն արդեն 6-րդ օրն անընդմեջ։ Հարձակումների հետևանքով զոհվել է ընդհանուր առմամբ 38 մարդ, վիրավորվել ավելի քան 400-ը, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարությունը։ Ըստ իրանական ԶԼՄ-ների Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով փլուզվել է Չաբահարի ծովային կառավարման աշտարակը։ Ավելի վաղ ԱՄՆ-ն հարվածել է իրանական Բանդեր Աբաս եւ Շիրազ քաղաքների միջև ընկած կամրջին, որը կարևոր տրանսպորտային նշանակություն ունի։ Հարվածներ են հասցվել նաև Բանդեր Աբասի երկաթուղային կայարանին, որտեղ 2 մարդ է տուժել։ Ադրբեջանը շուտով կվերսկսի ուղիղ ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ։ Մոսկվայում հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս սահմանափակել էր Բաքուն 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուից ոչ հեռու ադրբեջանական Ազալ ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանումից մի քանի օր անց։ Мы радуемся вместе. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, որտեղ նա Ռուսաստանին ներառել էր ԱՄՆ ընտրությունների համար սպառնալիք հանդիսացող երկրների ցանկում։ Պեսկովը նշել է, որ Թրամփը հիմնվում է ամերիկյան հատուկ ծառայությունների տրամադրած անանուն եւ անապացույց տեղեկության վրա։ Նա հայտնել է, որ հենց Միացյալ Նահանգներում անցկացված բազմաթիվ հետաքննությունները, այդ թվում խորհրդարանական հանձնաժողովները եւ գլխավոր դատախազությունը եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանը որևէ կերպ չի ազդել ԱՄՆ ընտրությունների վրա։ Սրանք ոչ թե մեր ուժայինների կամ քննչական մարմինների, այլ հենց ամերիկյան կողմի եզրակացություններն են, շեշտել է Պեսկովը։ Նրա խոսքով Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին եւ ակնկալում է նույնպիսի վերաբերմունք իր հանդեպ։
Բրոսել խոսնաձորը սահմանափակել է Թուրքիայից կորիզավոր մրգերի ներկրումը, արգելելով թուրքական 5 ձեռնարկության ծիրանի, բալի, դեղցի եւ նեկտարինի մատակարարումը։ Ըստ ռուսական գերատեսչության պատճառը մրգերում ԵՏՄ-ի համար կարանտինային վնասատուների պարբերական հայտնաբերումն է։ Ռուսաստանն այս որոշման մասին հայտարարել է Թուրքիայի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումից ընդամենը ժամեր անց։ Այդ բանակցությունների ժամանակ Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ ստանձնել Կիևի անվտանգության երաշխիքների ծովային բաղադրիչի ղեկավարումը։ Հնդկաստանում շահագործման է հանձնվել ջրածնային վառելիքով աշխատող առաջին գնացքը։ Դրա հանդիսավոր մեկնարկը տվել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին։ Նոր եւ էկոլոգիապես մաքուր գնացքը կունենա դեռևս 1 երթուղի։ Չինաստանի Շենժեն քաղաքում տեղի է ունեցել խառամենամարտերի կանոններով աշխարհում ռոբոտների առաջին մարտը։ Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել է ընդհանուր առմամբ 32 թիմ։ Տեխնոլոգիական այս յուրօրինակ մրցույթի մրցանակային ֆոնդը կազմել է շուրջ $1,480,000։